Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի օր, Մեդիահաբի եթերում մարդկային զրույցն է։ Մեր տաղավարում այսօր երիտասարդ ու սիրված դերասանուհի է։ Մեր հասարակությունը նրան ավելի շատ սիրեց Մարդամեկը սիթքոմում տունը մնացած տալի շողակաթի կերպարը կերտելուց հետո։ Ողջունենք Դիանա Զաքարյանին։ Բարի երեկո։ Երբեք չէի մտածել, որ մի օր ինձ կարող է տունը մնացած էնել տալ։ Հասարակության մեջ այդպես եք տպավորվել։ Կամ այնքան լավ եք խաղացել, այնքան լավ եք կերտել այդ դերը, ձեզ վստահված, որ այդպես են հիշում ձեզ։ Այո։ Իրականում ես տենց շողակաթին տանը մնացած տալ չէի ասի, ավելի շատ էմոցիոնալ աղջիկ, որ ուզում է գտնել իր ասպետին, բայց տենց էլ չի ստացվում։ Ով է Դիանան շողակաթից դուրս։ Շատ տարբեր, չափից դուրս տարբեր։ Մենք առհասարակ կապ չունենք իրար հետ։ Ես սենց էմոցիոնալ չեմ, ավելի զուսպ եմ իմ էմոցիաների մեջ, ճաշակային շատ տարբեր են, մի խոսքով շատ տարբեր են շողակաթն ու Դիանան, նույնիսկ տենց մի հատ գիծ չկա, որ իրանք ինչ-որ մի ձև գոնե նման լինեն, չէ։ Հետաքրքիր է։ Լրիվ ուրիշ Ես այդպիսի հարց ունեի իմ հարցերի հարցաշարի մեջ, բայց շատերը ձեզ ճանաչում են շողակաթի կերպարով, օրինակ երբ փողոցում ձեզ տեսնում են, ինչպես են դիմավորում շողակաթ, շողոտ, Դիանա։ Շողակաթ, միանշանակ, արդեն ծանոթ մարդիկ ունեմ, որ 1000-ից մեկ եմ տեսնում, բայց որ դրսում տեսնում, վայ շողակաթ։ Զարմանում եք։ Երբ առաջին անգամ կարդացիք Մարդամեկը սցենարը, ինչ անցավ ձեր մտքով, արդյոք կկարողանայիք կերտել այն կերպարը, որը վերապահված էր ձեզ։ Սկզբում իրականում շողակաթը մի քիչ ուրիշ ձև էր, ավելի համեստ, ավելի սենց մի քիչ քնած, ոչ սենց էմոցիոնալ, ոչ սենց ինտրիգային, բայց ես փորձեցի իմ կողմից ավելացնել այս ինտրիգան շողակաթի մեջ, որովհետև ամեն դեպքում կան չէ տենց աղջիկներ, որ իրանք շատ բան են, սենց շատ էմոցիոնալ են, ամեն ինչ իրանց մոտ մազի վրա է, հեսա իրանք կպայթեն, ու նույնը եկավ ոնց որ շողակաթը, այսինքն ես փորձեցի իրան սարքեմ իմը։ Չանեմ այնի, անում եմ այն ինչ որ գրված է միանշանակ, բայց արդեն շողակաթին ես սենց որդեգրել եմ։ Ինքը իմն է, էլի։ Ես տեղյակ եմ, որ նկարահանման ժամանակ նաև իմպրովիզներ էիք անում եւ նաև դուք էիք առաջարկում ինչ որ տեսարաններ բեմադրելու, փոխելու եւ ավելի շատ իմ մեջ որպես Մարդամեկի սիթքոմի դուր էր գալիս ոչ թե շողակաթը սիրահարված, այլ շողակաթը եղբոր հայկի հետ հարաբերություններում, ինչպիսին էր հարաբերություն դա յուրաքանչյուր հայկական ընտանիքում երևի այդպես է, ինչպես նաև իմ դեպքում քրոջ հետ հարաբերությունները իրար սպանել, մորթել, լավ իմաստով իհարկե։ Հա, իրականում իմպրովիզները շատ են, դե ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դերասան այդ մասնագետս քո մասնագիտության մեջ ես, դու պիտի ապրես այդ պահին։ Իսկ երբ որ դու ապրում ես, դու չգիտես, չէ՞, օրինակ ես չգիտեմ, հաջորդ վարքյանին ես կվերցնեմ ջուր կխմեմ, կհազամ, թե մի քիչ սենց կանեմ։ Չգիտեմ, դու սենց ապրում ես իրան։ Ու այդ իմպրովիզն էլ միանշանակ, երբ որ դու կերպարիդ մեջ ես, գալիս է, սենց դու սկսում ես իր ուղեղով մտածել։ Մտածում ես ոչ թե Դիանան տաղավարում, այլ մտածում ես շողակաթը։ Օրինակ ստեղ ինչ կաներ, չգիտեմ, աղբորս կծեծեի ստեղ։ Ինչ որ բան կվերցնեի կխփեի, կամ ինչ որ ռեակցիա կտայի, կամ չէի էլ տա ռեակցիա։ Չնայած որ պետքա ռեակցիա տաս, բայց չես տա, որտեվ շողակաթ ես, բա ինչ էր տա ռեակցիա հիմա, բայ քեզ բան։ Հետաքրքիր է Դիանա։ Նաև ուզում եմ խոսել կոլեկտիվ համերաշխության մասին, որքանով տեղյակ եմ, դուք արդեն նաև պահպանում եք այդ ընտանեկան վիճակը եւ գործընկերային սոլիդարնոստը, այսպես ասեմ։ Իրականում ես ընդհանուր մենք բոլորս նախանձելի վիճակում ենք, որովհետեւ մենք իրոք դարձել ենք ընտանիք։ Արմանի հետ Խաչատրյան, Հայկի, ես դեռ ինստիտուտի տարիներից շատ մտերիմ ընկերներ ենք եղել ու այս պրոյեկտը ավելի մեզ մտերմացրեց, չնայած որ մտերիմ ենք, ավելի մտերմացանք, ոնց որ իրոք մենք քույր, եղբայր հարաբերությունների մեջ լինենք։
մեր հրաշալի հայրը Լևոն Հարությունյանը, որին ես շատ եմ սիրում, որը հենց առաջին վարքյանից ինձ նկարահանման հրապարակում մեծ թև ա տվել իրականում, շատ թե Իրինան Հարությունյան, թե Մարտամեկը։ Հա, ներողություն, Իրինա Դանիելյանը, անկիսուրիս։ Իրինան ու Լևոնը իրոք մենք այնտեղ իրենց ասում ենք մամա, պապա։ Նիքի մայել եթե ես զանգեմ Իրինային, ասում եմ մամ, ասաբալես։ Եվ որքանով տեղյակ եք, դա ձեր առաջին փորձն էր, չէ՞, էկրանին կոնկրետ սիթքոմի։ Հա, ես իրականում միշտ փախել եմ նկարահանվելուց, որովհետև ավելի շատ սիրել եմ թատրոնը։ Նու չեմ պատկերացրել ինձ էկրանում, չգիտեմ, ինչ որ սիթքոմում կամ սերիալում։ Ֆիլմում պատկերացրել եմ, բայց սիթքոմ սերիալ չեմ պատկերացրել։ Ու քանի որ պրոյեկտի պրոդյուսերներն են Միրանը եւ Արփին, արդեն իմ համար վստահելի էր, որովհետեւ մենք շատ լավ ընկերներ ենք ու ես իրենց շատ եմ վստահում, մանավանդ Հայկ Ալեքյանին, ինչի մասին է խոսքը, ես միշտ իրական Հայկ Ալեքյանի մասին է խոսքը։ Այո։ Ով է իրական Հայկ Ալեքյանը։ Ես չգիտեմ ով է իրական, այդ հարցը ինձ մինչև այսօր տանջում է իրականում, ու բոլորիս է տանջում, որովհետեւ շփվում ենք on-line, բայց գաղափար չունենք թե ով է Հայկ Ալեքյանը։ Ամեն դեպքում նրան շնորհակալություն հայտնենք, որովհետև հրաշալի սցենարիստ է եւ նաև հետևում ենք Instagram-ում, Լոնդոնի մասնաճյուղ, ինչպես ինքն ասում, եւ Facebook-ում Արտաշատի մասնաճյուղում եւ շատ հետաքրքիր է իր բոլոր մտքերը, իսկական հայ ընտանիքի իրավիճակն է, այսպես հա, ներկայացնում եւ բոլորիս ընտանիքները կարող են գտնել իր բոլոր մեկ post-երի մեջ, այսպես ասում։ Հայկը, այո, Հայկի հումորը ուղղակի ֆանտաստիկ է։ Ոնց է անցնում իր մտքով։ Ոնց է ֆիքսում ինքը։ Եվ իրոք խոսենք կուլիսներից, Մարտամեկի կուլիսներից։ Հանդիսատեսը տեսնում է ընդամենը 20-25 րոպե էկրանի վրա, բայց չի պատկերացնում, թե ինչ է կատարվում, օրինակ նկարահանման հրապարակում։ Ամենազվարճալի դեպքը ո՞րն է եղել նկարահանման ժամանակ։ Ինքուն զվարճալի դեպքեր են լինում իրականում։ Նախ շատ դժվար է նկարահանումը, իրականում շատ երկար ժամեր, շատ տանջվում ենք։ Էներգիատար։ Այո, շատ։ Այն 20 րոպեն, որ դուք նայում եք, մենք այդ 20 րոպեին օրերով։ Իհարկե մեծ սիրով ու հետաքրքիր է նա, որ օրինակ մենք կարող գնանք առավոտյան ժամը 7-ին նկարահանման հրապարակ, վերջացնենք չգիտեմ երբ, բայց մի րոպե չհոգնենք։ Ինձ թվում է այդ ժամանակը, երբ որ դու զբաղվում ես քո սիրած մասնագիտությամբ, անում ես քո սիրած գործը ու կարող է չզգաս, որ արդեն 6 ժամ է դու ոտի վրա կանգնած ես։ 6 ժամ կամ 5 ժամ դու նույն դիրքում ես կամ նույն բանն ես անում ու չես հոգնում։ Ինչ էի հարցը։ Հարցնում էի ամենազվարճալի դեպքը նկարահանման։ Իրականում Լևոն Հարությունյանի հետ նկարվելը դա արդեն զվարճալի է, որտեվ ամեն վարքյան իր հետ հումոր է։ Ինքը անում է այդ հումորը, ինչ որ բան է անում, ինքը ծիծաղում անցավ առաջ լրջացավ, դու մեռնում ես։ Քեզ չէ, սպասում են բոլորը, մինչև դու լրջանաս։ Եվ իրական շատ հետաքրքիր թիմ է հավաքված այնտեղ, բոլորն էլ կենսագրություն ունեն, հատկապես հումորի, հա, ասպարեզում, թե Իրինա Դանիելյանը, թե Լևոն Հարությունյանը եւ նաեւ Միհրան ու Արփին եւս ունեն Full House-ից, հա, այսպես։ Մոսոն, այո։ Արփին։ Ամես իրականում շատ բաներ էլ մենք նաեւ սովորում ենք իրենցից, որովհետեւ դե այդքան տարի ամեն դեպքում սիթքոմի մեջ լինելով բաներ կա, որ օրինակ մենք չգիտենք, նոր ենք, ու ես ավելի շատ նոր եմ ու ինձ շատ օգնում են բոլորը իրականում, հենց առաջին օրվանից, քանի որ դե իմ առաջին պրոյեկտն էր, շատ էին օգնում ինձ բոլորը, ու սենց իմ հանդեպ այս սենց են այնտեղ, սենց բան լավ է, չէ, ամեն ինչ նորմալ է։ Եվ բացի դա նաև շատ տաղանդավոր դերասանուհի եք, ամենայն դեպս շողակաթի կերպարը հրաշալի եք կերտում եւ ինչպես երևի դուք եք կարդում եք, չէ՞, մեկնաբանությունները ինչ են գրում ձեր մասին։ Անպայման բոլորին հետևում եմ, կարդում եմ։ Բոլորը ձեր մասին շատ դրական կարծիքներ կան։ Իրականում ես չէի սպասում, որ այս կարգի դրական արձագանքներ կգան, ինձ թվում էր դե երևի նոր եմ, հələ դեռ չեմ սիրվի կամ շատ ավելի վատ էի սպասում իրականում,
բայց առաջին եթերաշրջանից հետո նենց մեծ ալիք բարձրացավ իմ հանդեպ, շատ հաճելի էր, իրականում շատ հաճելի է ու այդ ինձ ավելի շատ է ոգևորում, որ ես ավելի լավը լինեմ, ավելի լավը անեմ ու ես իրականում շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, ամենապուճուրիկից մինչև ամենամեծին, որովհետև իրանց այդ ամեն բառը, ամեն ռեակցիան իմ համար շատ մեծ կարևորություն ունի։ Իսկ երրորդ եթերաշրջանին երբ ենք սպասում, եթե կարելի է։ Կարծում եմ աշնանը։ Ահա, նկարահանումները դեռ չեն սկսվել։ Դեռ չեն սկսվել, բայց աշնանը կարծում եմ արդեն ինչ որ անոնս կտանք ձեզ։ Շատ հրաշալի։ Ես հարց էի պատրաստել, ով է նկարահանման հրապարակում ավելի շատ փչացնում կադրը, իր ծիծաղով, ծիծաղելու մասին խոսեցինք։ Կարծում եմ Լևոն Հարությունյան պետք է լինի պատասխանը։ Չէ, ես եմ շատ ծիծաղում ու ես որ ծիծաղում եմ, ել չեմ կարողանում հավաքել ինձ։ Մի ինչ որ ժամանակ պետք է որ ես ուշքի գամ։ Հետաքրքիր է։ Հա, երևի ես Լևոնը Բոլորը։ բոլորը։ Կամ բոլորը։ Երբ անջատվում են, հիմա խոսենք դերասանի կյանքից, երբ անջատվում են տեսախցիկները, որքանով է հեշտ դուրս գալ կերպարից, շողակաթի կերպարը, ասացիք, որ հեշտ եք ընդունել, հեշտ է իրենից ազատվել որոշ ժամանակով։ Իրականում ինքը միշտ իմ հետ է։ Ես արդեն զգում եմ, որ ցանկացած պահի ես ինքի մեջ խոսում եմ, օրինակ ասում եմ, վայ շողոն օրինակ ստեղ sense կաներ։ Կամ նայ շողոից, նայ շողոնը կամ կամ օրինակ եթե գնում եմ ինչ-որ մի բան ընտրելու, թեկուս հագուց, ասում եմ իսկական շողակաթի շոր է։ Այսինքն մի հատ համ ինձ եմ ինչ-որ մի բան գնում, համ շողակաթ։ Ապրում է ձեր մեջ։ Հա։ Ինձնից շատ հեռու։ Այո։ Որը դերասանի աշխատանքային կողմը, որի մասին հանդիսատեսը գրեթե ոչինչ չգիտի։ Չնայած դրա մասին խոսեցինք արդեն փոքր էսպես։ Իրականում ես ավելի մասնագիտորեն կարող եմ ձեզ ասել, որ ամեն կերպար, երբ որ դու կերտում ես, սկսում ես իր ձայնից, իր շարժուձևից, սիթքոմում, եթե նկատել եք, շողակաթես եթերաշրջանում շատ է պարում, ու ես մաքսիմալ փորձել եմ իրան ավելի վատ անրիթմ մարտսարքել։ Այդ շատ դժվար է իրականում, որ դու այդ երաժշտության այդ տակտերից դուրս չգաս, բայց ամեն դեպքում աշխատել եմ ես դրա վրա ու փորձել եմ, որ ինքը ավելի հեռվանա ինձնից։ Այսինքն ինքը անտակտ լինի, չի զգում, ոչ մի երաժշտական բան ինքը չի զգում, ուղղակի։ Ու տենց ամենապուճուրիկ բանը հենց շողակաթի մեջ փորձել եմ ստեղծել, որ ոչ մի բան ձյաննայից չլինի։ Այն միմիկան, գոռալու ձևը, լացելը, ամեն ինչը, այն ինչ որ կա, այդ ամեն ինչը սենց պուճուր աշխատված, զրոյից կերտված զրոյից, հա, կողմից։ դրա համար ինձ շատ հաճելի է, որ թեկուզ իմ ծանոթները ինձ ասում են, ոյ ոբշե նման չեք, բայց դու շողակաթ, այդ ամենամեծ կոմպլիմենտն է ինձ։ Եթե դերասանուհի չդառնայիք, որ մասնագիտությունը կընտրեիք։ Կարծում եմ կընտրեի իրավաբանություն։ Իրականում պիտի ընտրեի իրավաբանություն, բայց տենց ստացվեց, որ ես ամեն դեպքում եկա իմ սրտի մասնագիտությանը։ Բայց դե կընտրեի իրավաբանություն ինչի, որովհետև միևնույնն է դու ելույթ ես ունենում դատարանում։ Եթե ինձ չթողնեին, ես 7 տարեկանից խաղում եմ, եթե ինձ չթողնեին, ես անպայման դա էի ընտրելու, որտեղ այնտեղ դատական process դու նա մեղավոր չէ։ Մեկը էլի խաղ։ Ահա։ Ելույթ խաղ։ Հետաքրքիր է, այսօր նաև դասավանդում եք։ Ճիշտ գիտեմ։ Այո։ Արդեն 5 տարի դասավանդում եմ Միրան Արփի ստուդիոյում, դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում։ Դասավանդում եմ ավարտելուց հետո միանշանակ մագիստրատուրան, ուսումնասիրելով մանկավարժությունը, որովհետև ինձ համար իմ կյանքում միշտ իմ բախտը երևի թե չի բերել, ու միշտ վատ ուսուցիչներ եմ ունեցել։ Ու ես միշտ ասում էի, եթե ես մի օր ուսուցիչ լինեմ, ես ոչ մեկի չեմ նեղացնելու, կամ ոչ մեկ իրան վատ չի զգալու իմ դասին։ Ես բոլորին սովորացնելու եմ, ոչ թե ջղայնանամ իրանց վրա։ Ու հիմա վերջին հաշվով ես դառա, հա,
իրականում ինձ համար շատ կարևոր են ցանկացածի էմոցիաները։ Կապ չունի, որ ինքը 5 տարեկան է, կապ չունի, որ ինքը 25 տարեկան է։ Ինքը մարդ է, ինքը ունի իր աշխարհը, ու եթե դու օրինակ խմբից մի հոգի հասկանում ավելի շուտ, այն մյուս ավելի ուշ, բնականաբար ես փորձում եմ նենց անեմ, որ հանկարծ ոչ մեկ չասի ինքը ուշ է սովորում։ Եթե զգացի, որ ինչ-որ մեկը չի հասկացել, այնքան եմ նույն բանը բոլորի հետ անում, մինչև այն մեկը հասկանա, որ հանկարծ ես իր էմոցիաներին չկպնեմ։ Ես իրանց շատ սիրում եմ իրականում, ու իրանք էլ ինձ են շատ սիրում, որովհետև ես հարգում եմ ցանկացածին, ուզում եմ 5 տարեկան լինի, ուզում եմ 25 եւ ավելի լինի։ Դա շատ կարևոր է։ Ուշադրությունը առհասարակ կարևոր երևույթ է մեզանում։ Հետո ես մտածում եմ, եթե օրինակ ծնողը բերում է երեխային ինչ-որ միտեղ վստահում է ու դու ուղղակի իրավունք չունես իր երեխային նեղացնելու կամ ինչ-որ բան ասելու, որ ինքը դրանից նեղանա կամ նեղվի։ Եթե օրինակ ինչ-որ մեկի վրա էլ գոռում եմ, ոչ թե տենց գոռում եմ, ասում եմ՝ «Դե սուս մնա»։ Հետո անպայման պետք է գնամ ես իրան գրկեմ, ինքն է ինձ ամիշտ գալիս գրկում ու մենք տենց ուղղակի հեռանում ենք։ Այո, հետաքրքիր մասնագիտություն է։ Ով է եղել առաջին մարդը ձեր կյանքում, որ հավատացել է ձեզ ձեր մասնագիտության ընտրության ճանապարհին։ Իրականում շատ հետաքրքիր պատմություն կա, որը որ ես պրեմիերա եմ անում։ Փոքր տարիքում ես շատ անկարգ աղջիկ եմ եղել, շատ վտանգավոր եւ անկարգ եմ եղել։ Մամաս ինձ տարավ պարի, հայկական, երգի ու դաշնամուրի։ Պարի դասին ինձ ցավացրին, ֆիզիկապես ցավացրին ու ես հաջորդ դասին էլ չգնացի, բայց մերոնք ինձ ուղարկել են պարի։ Ես դուրս եկա, սկսեցի զբոսնել երաժշտական դպրոցում, գնացի մյուս մասնաշենք, բարձրացա 3-րդ հարկ ու տեսա թատերական խմբակ։ Վաու։ 7 տարեկան եմ։ Դուրը բացեցի, ասեցի՝ «Բարև ձեզ, մամաս եք գնացել է դիմում գրի», խփում եմ։ Կարամ ես գամ մի հատ նայեմ դուք ինչ եք անում, եթե իմ դուրը գա, ես գամ ձեր դասերին։ Ասում եմ՝ «Աղջիկ ջան»։ Գնացի ու հենց առաջին օրվանից էտյուդ էին անում։ Ասի կլինի ես անեմ, մի հատ նայեցի ինչ են անում, ասի կարամ ես էլ գնամ անեմ։ Գնա։ Ու գնացի ու այդ օրվանից ու դրանից մի ամիս անց մամայիս ասեցի՝ «Մամա», չէի ասել մինչև այդ։ Ասեցի ես գնում եմ թատերական խմբակ ու այսօր իմ ներկայացումն է, կգաս նայես։ Ո՞նց թե գնում ես, բաղբար ինչի՞ չես գի խոսքով ինձ ծեծեցի։ Բայց ճակատագրական սուտ եղավ այդ սուտը։ Այո։ Տենց սկսվեց իմ կյանքը այս մասնագիտության մեջ ու շատ կարևոր բան, որ դպրոց ավարտելուց հետո պապաս շատ խիստ էր, ինձ ասաց՝ «Չէ, թատերական չես գնալու, դու գնում ես իրավաբանական»։ Ու տենց գործերս վերցրել եմ, լացելով մամայի հետ տարել եմ դպրոց, պատմաիրավաբանական թեքումն ենք ընտրել։ Ու ընկերուհիս ասում է՝ «Գիտես, նոր հեռուստացույցով գովազդ եմ տեսել, դերասանական քոլեջ է, համարը վերցրել եմ»։ Այն ժամանակ էլ բան չկար, որ մենք հետ տայինք կամ դե այնքան սպասեինք, մինչև այդ գովազդը նորից լիներ։ Ու մամային եկել ենք տուն, մամային ասեցի ու տենց սկսեցի լացել, խնդրել, ասեցի շատ եմ ուզում գնամ, խնդրում եմ։ Բայց եղել է դեպք, որ ծնողներից մեկն ասեր նորմալ մասնագիտություն ընտրեիր։ Մինչև հիմա։ Մինչև հիմա։ Մաման թե պապա։ Երկուսն էլ։ Հետաքրքիր է։ Միշտ բոլորը։ Բայց մարդամեկում գրանցած հաջողությունից հետո ինչ-որ բան փոխվեց ծնողների կյանքում, թե չէ։ Չէ, իրականում այդ կատակ էի անում։ Ես միշտ ես շատ ինքնուրույն եմ, իրականում ես ինքնուրույն ընդունվեցի, պարապեցի ընդունվեցի քոլեջ, ինքնուրույն պարապեցի ընդունվեցի թատերական ինստիտուտ, ես ամեն ինչ անում ինքնուրույն։ Իսկ ինձ տենց չեն տավել պարապելու, որ ես անպայման։ Հրաշալի։ Հա, ես ինքս ամեն ինչ անում եմ ինքս ու ինստիտուտից արդեն դե ավելի լուրջ էի մոտենում, խաղում էի, բան տենց միշտ գալիս էին, նայում էին, հպարտանում էին ինձնով, հետո ավարտելուց հետո միանշանակ որ եկա դաս տվեցի, արդեն հպարտանում էին ինձնով, որ տենց մենակով ինքս ինձ այդ ճանապարհներին եք հրկվում, կատարելագործվում։ Իհարկե, այն որ դու մի հատ հասկանում ես, որ դու մենակ ես, որպես մասնագետ։ հա, ես մաքսիմալ փորձում եմ շատ ժամանակ ինձ մենակ զգալ։ Ես պիտի մենակ լինեմ, որ ես կարողանամ ինքնուրույն դուրս գալ ինչ-որ բանի մեջից։ Որովհետև եթե ես գիտեմ, որ ինձ ինչ-որ մեկը պաշտպանելու է, Դիանա, անցնենք
Մի քիչ անձնական ավելի խորը հարցեր։ Սիրահարված եք այս բանը։ Այս բանին չէ։ Բա ինչու՞ մի տեսակ։ Իրականում սիրահարված լինելը այդ շատ կարևոր բան է, այսինքն ես կարամ միշտ սիրահարվեմ։ Ես պաշտում եմ իմ մասնագիտությունը, հավետ սիրահարված եմ։ Հարաբերություն չկա, բայց սիրահարված եմ կյանքին, մասնագիտությանը, բոլորին։ Շատ խորը պատասխան։ Այո։ Հավատում եք, որ հումորը հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է առհասարակ։ Ես շատ հումորով եմ իրականում, իմ պապիկը հայրիկիս կողմը գյումրեցի են, ու պապիկիցս սկսած մեր տանը միշտ այդ հումորը առաջին տեղում ա եղել, մայրիկս էլ է շատ հումորով, հայրիկս էլ է շատ հումորով, շատ կարևոր է մեզ համար հումորը, եթե հումոր չկա, մենք չկանք, հումորը շատ կարևոր է, ես ինքս էլ շատ հումորով եմ։ Առանց հումոր մարդու մա պետք։ Եվ իրոք։ Մանավանդ որ չեն հասկանում տողատակը առհասարակ։ Ինձ համար այդ ավելի ծիծաղելու է, որ չեն հասկանում։ Որից վերադառնանք մարդամեկ։ Ապա։ Բայց բլից տարբերակով է հարցերը, նկարահանման հրապարակ եւ այլն։ Ով է ավելի շատ ուշանում նկարահանումից, ձեր թիմից։ Արփին։ Արփին։ Ով է ամենաշատը ծիծաղում նկարահանման հրապարակում, դրա մասին խոսել ենք, էլի ասենք։ Ես ու Արմանը։ Շատ լավ, ով է ամենաշատ սելֆիներն անում նկարահանման հրապարակում։ Տիրուկը, Թամարիկը։ Թամարիկը, հա, օքեյ։ Ով է ամենահաճախ մոռանում տեքստը։ Ես։ Հա։ Ով է ավելի տարեց, հա, փորձառու։ Տիկին Ջուլիան կարծում եմ։ Դերասաններ կան, ձեր տարիքում պետք է որ անգիր արած։ Տիկին Ջուլիան։ Ով է ամենաշատը հյուրասիրում, հա, տան պատրաստած իր կոմպոտը, թխվածքը, որ բերում է հյուրասիրում։ Բոլորս էլ ինչ-որ մի բան անում ենք, տենց կոնկրետ ինչ-որ մեկը չկա։ Շատ լավ, ով է ամենաշուտը նեղանում։ Ես։ Հա, նեղած կոտեք։ Շատ էմոցիոնալ եմ։ Հա։ Մասնագիտության մեջ շատ էմոցիոնալ եմ։ Հրաշալի։ Ով է ամենաշատը կատակներ անում։ Արմանը։ Եթե ձեր կյանքի մասին սիթքոմ նկարահանվեր, ինչպես կկոչվեր վերնագիրը այդ սիթքոմի։ Ոյ։ Այդ բլից պետքա պատասխանեմ։ Չէ։ Հա, կարամ 2 վայրկյան մտածեմ։ Իհարկե։ Իմ կյանքի մասին սիթքոմ։ Հա, ֆիլմ չէ, սիթքոմ։ Կոնկրետ։ Ինչ-որ խառնված, Խառը ինչ-որ մի բան։ Ինչ-որ խառը մի բան։ Խոսքի նախկինում կար այդպիսի վերվարածներ ընտանի։ Հա, այդտենց ինչ-որ մի բան հասկանք։ Շատ լավ։ Եթե մեկ օրով կարողանայիք փոխել կյանքը մարդամեկում, մարդամեկի որևէ կերպարի հետ, ում կընտրեիք դուք, որ կերպարն է ձեզ այդ սիթքոմում հոգեհարազատ։ Հայկը։ Հայկի կերպարը։ Ինչ հարցերից եք միշտ փախչում հարցազրույցներում։ Անձնական։ Խիստ անձնական, որ մտնում փորփրում են։ Հա, չեմ սիրում։ Ամեն դեպքում, եթե ես ուզենայի ինչ-որ մի բան ասել, ես դա կասեի։ Ես իրականում միշտ մտածել եմ, որ եթե դու հարցազրույց ես վերցնում կամ հարցազրույց ես տալիս, ավելի կարևոր է դու կենտրոնանաս, ոնց որ դուք եք անում, իդեպ շատ հաճելի է, որ մարդու աշխատանքի մասին, այսինքն աշխատանքը ավելի կարևոր է, ամեն դեպքում քեզ գիտեն քո աշխատանքով, կան ավելի հետաքրքիր բաներ աշխատանքի հետ կապված։ Չնայած որ վստահ եմ, որ բոլորին հետաքրքրում է, օրինակ, չգիտեմ, այս մարդը սիրահարված է կամ դուք օրինակ, որ եկանք այստեղ։ Լաց է։ Հա, չէ՞, լաց։ Կուզեք լացեմ։ Չէ։ Մեր հաղորդման ընթացքում ինքը որ մարդկային զրույց անվանումից չենք ուզում, հա, ձևաչափից դուրս գալ։ Մաքուր մարդկային զրույց է։ Խնդրում եմ չլացեք։ Այս բանին ինչի մասին եք երազում։ Հանգստի։ Մենակ հանգստի։ Չէ, դե բնականաբար չէ։ Երազում իրականում իմ կյանքի մեծագույն երազանքը եղել է Օսկար ստանալը եւ նկարահանվել հոլիվուդյան հրաշալի մի ֆիլմում։ Եթե դրա մասին մտածում եք, ինձ թվում է վստահ եք նաև ձեր ուժերին
Եվ դանդաղ ու հստակ քայլերով ճանապարհը ձեզ կտանի, ես համոզված եմ։ Բայց ես Եվ միշտ տանը մաղթում եմ տենց, դա։ մերսի շատ, ես միշտ տանը ունեմ բան տենց, Օսկարի շնորհակալությունն եմ, որ ստանում եմ, ինքս ոնց է օրինակ, ոնց է շողակաթը երգում տանը, այն նույն ձև ես ստանում եմ Օսկար տանը։ Ահա, ու շատ լուրջ եմ ստանում, երբ որ տանը մենակ եմ լինում, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել։ Տեքստն եք Իրոք ինձ պատրաստել համար, արդեն։ հա, համ անգլերեն ունեմ, համ հայերեն ունեմ։ Զգեստը երկար Ահա, ես արդեն ամեն ինչ մտածել եմ։ խորիկներով։ Անցնենք բլից տարբերակին, բայց ձեր մասին այս անգամ մեկ բառ, որ նկարագրում է ձեզ։ Խելագար, Եվ մեկ բառ, որ նկարագրում է շողակաթին։ էմոցիոնալ։ Ամենասիրելի հայ դերասան։ Օ։ Մհերը Մկրտչյան։ Ամենասիրելի հայ դերասանուհի։ Հիմա շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին։ Իմ կուրսղեկին։ Հետաքրքիր է։ Ամենասիրելի ֆիլմ։ Աշխարհում թե Հայաստանում։ Հայ ֆիլմ։ Կանեմ աշխարհ։ Ձևաչափը փոխեմ հայ ֆիլմ թող լինի։ Չէ, թող լինի համաշխարհ։ Հա, լավ, թող լինի։ Երկու հատ ասեք, մեկը հայ ֆիլմ, մեկը համաշխարհ։ Լավ, սկսեմ համաշխարհայինից։ Իմ ամենաֆավորիտ ֆիլմը բոլոր ժամանակների դա The Godfather ֆիլմն է, Գրոսնեաձեց, կնքահայրը, 3 մասերն էլ ես ուղղակի խենթանում եմ այդ ֆիլմի համար, ես նույնիսկ գիրք ունեմ, ես իրան միշտ վերանայում եմ։ Գիրքը բայց Հա, ամեն ինչ հետաքրքիր է։ Այդ ֆիլմի ու այդ պատմության հետ կապված ամեն ինչ եւ մի հատ էլ ֆիլմ կա, որը տենց համեմատական է իրականում, շատ տարբեր են իրանք իրարից, բայց միևնույնն է իրանք ինձ շատ նկարագրող բաներ ունեն իր մեջ, մեկն էլ Forrest Gump-ն է։ Շատ եմ սիրում այդ ֆիլմը, իսկ հայ ֆիլմ։ Հայ հայ ֆիլմերից կառանձնացնեմ, այնքան լավ ֆիլմեր ունեինք։ Ես ավելի շատ հին ֆիլմերի մասին եմ խոսում հիմա։ Փարաջանովին եմ շատ սիրում, շատ, որովհետև հա, որովհետև եթե ես նայում եմ օրինակ որևէ ֆիլմ, ես սիրում եմ վերլուծել։ Ու հենց այդ Գրոսնեաձեց ֆիլմում այդ սիմվոլիզմն է ինձ շատ գրավում, ոչ թե ուղղակի այդ մաֆիա հասկացողությունը, այլ այդ սիմվոլիզմը ինչ որ իր մեջ կա։ Իսկ այդ ընտանիքի մասին, այդ իրանց ավանդույթները եւ այլը, այդ հավատքի մասին սիմվոլները, նույնը Փարաջանովի մոտ է ու հայկական ֆիլմերից մեր մանկության տանգոն եմ շատ սիրում, շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Համարյա բոլոր ֆիլմերը, հին օրերի երգն եմ շատ սիրում, կտորմը երկինքն եմ, բոլոր այն մեր հին լավ հայկական ֆիլմերը շատ սիրում եմ ու միշտ վերանայում եմ։ Շարունակենք ամենասիրելի սիթքոմը։ Աշխարհում։ Առհասարակ, հա։ Ամենասիրելի սիթքոմը ինձ համար դա Friends սիթքոմն է, Friends, հետո Office-ն է, Պարտադիր Office-ն է, Office-ի հումորը ուղղակի հրաշալի է։ How I Met Your Mother-ն է, այնքան սիթքոմ կա իրական, Modern Family-ն է։ Մեկն էլ հայկական նշեք։ Մարտա մեկը։ Ամենասիրելի երգը։ Ձեր դեպքում թող լինի երկու հատ, մեկը հայկական, մեկը ձեր ուզած։ Երգ կարամ ասեմ երգչին ու իր բոլոր երգերը, դա Led Zeppelin-ն է։ Ես ֆանատ եմ Led Zeppelin-ի։ Հիմա հայկական։ Հայկական կա իրականում շատ լավ խումբ։ Հողա կոչվում։ Շատ հրաշալի երաժշտությունը մաքսիմալ հայկական։ Սիրում եմ Տիգրան Համասյանին, շատ եմ սիրում։ Միանշանակ Կոմիտասը այդ ամենավերևում է ինձ համար։ Միանշանակ։ Ցանկացած ֆոլկ հետաքրքիր սիրուն երաժշտություն։ Հայ։ Ամենամեծ վախը։ Ասեմ։ Ասեք։ Կուրանալ։ Ես օրինակ ծերանալուց եմ վախենում։ Չէ, ծերանալուց չեմ վախենում, ես վախենում եմ, որ չտեսնեմ։ Բայց ինչու՞։ Այդպիսի մտքեր կան ձեր մեջ։ Չգիտեմ, իրականում փոքր ժամանակ մի ֆիլմ եմ նայել ու այդ ֆիլմում մի աղջիկ
Կուրանում է։ Ինքը ինչ որ սարսափ ֆիլմ, ոնց որ թե սարսափ էր։ Իմ նու կամ դեպքում իմ համար սարսափ է։ Տենց այդ ֆիլմը իմ մեջ շատ բան է թողել, էլի որ հանկարծ չկուրանամ։ Հետաքրքիր է։ Ամենասիրելի ուտեստը Դիանայի։ Ես գուրման եմ։ Ես սիրում եմ ցանկացած համով բան, բայց ավելի շատ նախընտրում եմ միս։ Ահա։ Շատ եմ սիրում։ Մսակերեք։ Հո, շատ։ Ամենաշատ օգտագործվող բառը ձեր առօրյայում։ Այս վերջերս մի հատ մեմ կա։ Դու մեմ չի, կիսաբաց լուսամուտներից ինչ որ մի հատ բուջուրիկ բան է, որ ես շատ եմ ասում։ Այդ ասում եմ սյապակ։ Ո՞նց։ Սյապակ։ Սյապակ։ Դա ինչ է։ Շապատ էլի նկատի եմ։ Սյապակ։ Սա կոտերնա որ եկել ես դա եմ սիրում։ Սիրահարվել թե սիրել Դիանա։ Սիրել։ Միանշանակ սիրել։ Եվ մի բան առանց որի չեք կարող սկսել ձեր օրը։ Ջուր։ Թե սուրճ։ Չէ, ջուր։ Ջուր։ Սուրճ միանշանակ։ Ահա։ Առանց քննարկել, բայց առաջին տեղում դա ջուրն է։ Շնորհակալություն։ Դիանա, այո, վերջ։ Շարունակենք։ Խնդրեմ։ Ես իրականում շատ շնորհակալ եմ, որ եկաք եւ շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Ես վստահ եմ նաեւ մեր հետևորդները նաեւ մեր հաղորդման միջոցով, հա, այսպես ավելի մոտիկից կծանոթանան ձեզ, կճանաչեն ձեզ եւ լավ մեկնաբանություններ կգրեն ինչ խոսք։ Այո, ես էլ ձեզ եմ շատ շնորհակալ, շատ հետաքրքիր զրույց ունեցանք, սիրով կկրկնենք։ Սիրելի հետևորդներ, ես հիշեցնեմ, որ մարդկային զրույց հաղորդման հյուրը սիրված դերասանուհի Դիանա Զաքարյանն էր, իսկ մենք կհանդիպենք։ Մնացեք խաղաղությամբ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։